Դատաքննությունը սկսվեց 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեղյանի հարցաքննությամբ, չնայած նրան, որ Բաբակեղյանը նախորդ դատաքննությանը հայտարարել էր, թե չի ուզում այլևս ներկայանալ դատարան եւ պատասխանել հարցերին։ Այսօր եւս վկային ուղղվող հարցերի պակաս չէր զգացվում։ Դատաքննության հենց սկզբում փաստաբան Լուսինե Սահակյանը փորձեց ստանալ դեռևս չպարզաբանված հարցի պատասխանը։ 2008-ի փետրվարի 23-ի Ջահանգիրյանները ինչ հիմքերով են բերման ենթարկվել։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասին օրենքի կոնկրետ որ դրույթների, որոնց ի դեպ նախորդ դատաքննության ժամանակ հողում էր արել վկա Բաբակեղյանը։ Հիմա մենք պետք է վկայից փորձենք պարզել, նա է հրահանգ տվողը բերման ենթարկել Գագիկ Ջահանգիրյանին։ Նա պիտի ասի ինչի հիման վրա է, նա նման հրահանգ տվել։ 6-րդ վարչության պետի տեղակալը սակայն հստակ պատասխաններ չէր տալիս, ընդ որում ագրեսիվ տրամադրվածությամբ էր եկել դատարան, գրեթե բոլոր հարցերին նա նույն կերպ էր արձագանքում, նախորդ դատաքննությանն արդեն պատասխանել եմ։ Բաբակեղյանը բարի պետք է լինի մեր բոլոր հարցերին պատասխանի, որովհետև վաղը կարող է ինքը կասկածյալ մեղադրյալ լինի, օգտվի դատավարական իրավունքից չպատասխանի։ Բարի լինի այսօր պատասխանի 3-10 անգամ ասել անցած նիստին, որ ոստիկանության օրենքի այս ինչ հոդվածների համաձայն ինքը իրավունք ունի ցանկացած անձի բերման ենթարկելու։ Թող հիմա ճշգրտի որ հոդվածի որ դրույթն է ու մենք կարդանք ինքը մեզ բացատրի։ Տենամ այդ որ օրենքի մեջ է տենց բան գրած, որ ինքն էլ կարելի բերման ենթարկեր։ Բայց այդքան բան կարելի հանգիստ ասում եմ էլի, հանգիստ չեմ։ Հանգիստ, ով համբերություն է։ 11 ամիս հանգիստ սպասում եմ այս րոպեին, որ պիտի պատասխանի Կարեն Բաբակեղյանը։ Հարկ է նշել, որ երբ վկան դժվարանում էր պատասխան տալ այս կամ այն հարցի, նրան օգնության էին գալիս կամ դատավոր Ժորա Վարդանյանը կամ պետմեղադրող Փիլոյանը։ Վկային մի առարկեք, թույլ տվեք մենք հարցաքննենք Փիլոյան։ Մի խանգարել եք դատական նիստը։ Դուք այդ իրավունքից ես վերապահում եք, մյուս կողմը իրավունք չունի։ Ջահանգիրյանն իր նախկին ուսանող Բաբակեղյանին բացատրեց, որն ավելի շատ դասախոսության էր նման, որ օպերատիվ տեղեկությունների հիման վրա բերման ենթարկելու ինստիտուտ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Քանի որ համապատասխան ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա մենք կատարում ենք համապատասխան աշխատանքներ դրան անձանց բերման ենթարկելու օպերատիվ տեղեկատվության հիման վրա բերման ենթարկելու ինստիտուտ նախատեսված չի։ Հիմա մի րոպե, եղավ որն է։ Այսինքն բերման ենթարկելը ապօրինի է, եթե եղավ դա է, համամիտ է։ Ուրեմն իմ արարքում անցակաց չկա։ Իսկ եթե դուք գտնում եք, որ բերման են ենթարկել օրինական հիմքերով, խնդրեմ, պարոն Բաբակեղյան Կարենը անցած նիստին ասեց, որ ինձ են զեկուցել, ես եմ հրահանգել, ես եմ հրահանգավորումը կատարել։ Թողը դեռ գտնի մի բառ, մի տառ, որտեղ խոսք է գնում բերման ենթարկելու հիմքերի կարգի մասին։ Ես իմ բոլոր դիպլոմները կպատռեմ։ Ուրեմն պարոն Բաբակեղյան, Կարեն ջան, որպես նախկին ուսանող, ես ձեզ խնդրում եմ, պատասխանեք։ Հարցն այդպես էլ պատասխան չստացավ։ Դատավորը հարկ համարեց հանել հարցը եւ այլևս վկային թույլ չտվեց խոսել այդ հարցի շուրջ։ Ինչ հարց են տվել հարգելի Պարոն Վարդանյան, հələ մի րոպե, ոչ մեկն էլ ոչ մեկին չի նշանակել, բայց թույլ տվեք մեր հարցերը հնչի գոնե, հետո նոր դուք հանեք։ Գլխավոր դատախազի նախկին տեղակալին բերման ենթարկելու ժամանակ կար արդյոք 6-րդ վարչության աշխատակիցների ձեռքին գլխավոր դատախազի համաձայնությունը։ Հարցը պարոն Բաբակեղյանին տվեց Գագիկ Ջահանգիրյանը։ Մեկ դիտարկում վերջինս անընդհատ անգամ հարց տալու ընթացքում, ինչպես դատավորին, այնպես էլ պետմեղադրող Կորյուն Փիլոյանին պարբերաբար դիտողություններ էր անում։ Փիլյան, դու կներես, որ դու բանը ենթադրես դրական գաղտնի ակտերի մասին դու ես խոսում։ Ես ընդհանրապես հիասթափվում եմ, համ քեզանից, համ ամբողջ դատախազությունից։ Մի խոսա, մեր լսի։ Բաբա, Կարեն ջան, հիմա նայ, դատախազության մասին օրենքի համաձայն դատախազության որևէ աշխատակցի, Փիլոյան, այդ թվում քեզ, չեն կարող բերման ենթարկել, այլ որ դու ասում ես ցանկացածի կարամ, Հռոմի պապին կարամ, կաթողիկոսին կարամ եւ այլն, չես կարող դու դատախազության որևէ աշխատակցի բերման ենթարկել, մինչև չունենաս գլխավոր դատախազի համաձայնությունը։ Հիմա ենթադրենք Բաբակեղյան Կարենը, որ ինքը ասում է ես եմ, սաղ ես եմ արել։
ինքը բանա, մահապարտը արծիվներից է, ուղղակի չեմ մանում, որ ջոկատից է։ Հիմա ինքը ընդունում է իր վրա, որ ինքն է արել։ Այդ դեպքում ես հարց եմ տալիս, Կարեն ջան, Բաբաքեխյան, դուք ինձ բերման ենթարկելու ժամանակ, այն դեպքում պետք է նախորդ ունենաք նոր բերման ենթարկեք։ Ունեիք գլխավոր դատախազի համաձայնությունը։ Բարեն ուրեմն ապօրինի ես գործել եւս մեկ անգամ։ Հայտարարում եմ, որ դու չես ունեցել օպերատիվ հետախուզական գործունեության մասին որևէ հիմք բերման ենթարկելու։ Չես ունեցել ոստիկանության մասին օրենքով նախատեսված որևէ հիմք։ Ապօրինի բերման ենթարկելու հերթական ապացույց պատասխանը ստանալուց հետո պարոն Ջահանգիրյանը դիմեց արդեն Ժորա Վարդանյանին։ Արդարադատություն եք իրականացնում։ Եվ դուք մեկ անգամ եւս հիմա համոզվեցիք, որ ոստիկանության գործողությունները ի սկզբանե ապօրինի են եղել։ 11 ամիս անազատության մեջ է պահվում, որից 5 ամիսը ձեր մեղքով։ Դա կարող է 5 ամիս էլ այս process-ն է թվա։ Դուք իսկ պահելու եք։ Ոնց հարցեր մի տվեք։ Իմ միջնորդությունները դուք հետաձգել եք։ Ես չէ, մի րոպե։ Մենք միջնորդություն չենք արել խափանման միջոցը փոխելու։ Մեր գլան մի խանգարի։ Դու մի խանգարի ինչ գործ ունես նախագահում։ Քո գործը չի, մեր վկանա։ Դու հանգիստ նստի։ Հարցաքննության ժամանակ վկան տալիս էր հակասական, խճճված, երբեմն էլ շփոթված պատասխաններ։ Մեկն նա նշեց, որ ապօրինի զենք կրելու մեղադրանքով է բերման ենթարկվել Ջահանգիրյանը, մեկ որ դիմադրություն է ցույց տվել Արգավանդի խաչմերուկում։ Սակայն 22 հարցված վկա ոստիկաններ արդեն ասել են, որ Արգավանդի խաչմերուկում դատախազի նախկին տեղակալը դիմադրություն ցույց չի տվել։ Կարեն, դու մի խճճվի, որտեղ այդտեղ դու չես եղել։ Կարեն չի, պարոն Բաբաքեխյան, դու մի խճճվի, մի րոպե, հանգիստ ձեռներդ հետևդ պահի կամ ուրիշ տեղ։ Մի րոպե։ Ուրեմն, ես չեմ արձակում, հարց եմ տալիս։ Ինքը ասում է, որ Ջահանգիրյանը գորգորացել էր 6-ի աշխատողների վրա, թե ախպերս մեջքի պրոբլեմ ունի։ Տրամաբանություն կա, Վարդանյան, տրամաբանություն կա, ես ասում եմ իմ եղբայրը հիվանդ է, մեջքի պրոբլեմ ունի, Փիլոյան, մի կպեք, մի խփեք, մի ջարդեք, էդի նշանակում է ես գորգորում եմ կամ ահաբեկում եմ ոստիկանության աշխատողներ։ Իմիջիալոց իրավիճակի գլխավոր մեղավոր Ջահանգիրյանը համարեց պետմեղադրող Կորյուն Փիլոյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Այդ կապակցությամբ չեմ շարունակի։ Մի ուրիշ հարցն է։ Հիմա անդրադառնանք 19-րդ հոդվածին։ Քո շեֆի։ Ես իմ մեղքերը կքավեմ։ Ես ինչ մեղք ունեմ, իմ մեղքերը կքավեմ։ Ստեղ, պարոն Վարդան, ոչ մի բան իր տեղը չի։ Կարենը վկա է, Փիլոյանը մեղադրող է, Ջահանգիրյանը մեղադրյալ է, դուք